Ողջույն սիրելի ընկերներ, ես Մայիս Կարիբյանն եմ եւս մեկ հաղորդում, որ պատրաստել եմ բոլոր իմ հետևողների համար։ Նրանք, ովքեր առաջի անգամ են ինձ միանալու, ասեմ, որ իմ podcast-ը, այս YouTube-յան ալիքը ֆինանսների մասին է, հիմնականում ես խոսում եմ ինշուրանսներից, real estate-ից, եւ ժամանակ առ ժամանակ ունենում եմ հիանալի հյուրեր, եւ այդ հյուրերը բերում են իրենց մասնագիտ ինֆորմացիան, ինչի մասին որ զրուցելու ենք, իրենց տարիների փորձը, եւ այսօր այդ օրերից մեկն է, որտեղ ունեմ հիանալի հյուր, որին ծանոթացել եմ մոտավորապես 3-4 տարի առաջ, առիթ ունեցա հանդիպելու իրեն իր օֆիսում, եւ տարիների ընթացքում մեր կապը գնալով ավելի է հաստատվել եւ որոշեցինք մի հետաքրքիր podcast անենք իրար հետ եւ զրուցելու ենք ֆինանսներից, հատկապես real estate-ից։ Ավելի շուտով կներկայացնեմ իմ հյուրին, որը ավելի կխոսա թե իր background-ում ինչ հաջողությունների է հասել, բայց ուսումնասիրելով իր գործը ես անձամբ սովորել եմ շատ բաներ եւ կարծում եմ այն ինֆորմացիան, որ փոխանցելու է ձեզ, շատերիդ օգտակար է լինելու։ Այսօրվա իմ հյուրն է Ավի Գազարյանը, broker, lender, Ավի, ողջույն, ինչպե՞ս ես։ Լավ եմ, Մայք ջան, մերսի հրավերքի համար։ Իհարկե։ Հույսով եմ շատ լավ հաղորդում կստացվի ու այն մարդիկ, ովքեր որ հետևորդներ կնեն, նայողներ կնեն, ես կուզենամ իրանց փոխանցեմ, որ անպայման միջև վերջես հաղորդումը նայեն, որտեվ այստեղ շատ սովորելու բաներ կլինեն, հետո նաև կարող է հետագայում ունենան հարցեր, տարբեր առիթների հետ կապված կարան դիմեն, տարբեր հարցեր կլինի ու իրականում օգնելու նպատակով, որ ասում եմ կարան դիմեն, այդ օգնելու նպատակով դիմենք, որ կարողանանք ինչ-որ մի բանով օգտակար լինենք մեր ազգին, ոնց որ դու ես ասում ես give it back to the community։ Նախ շնորհակալ եմ քո ժամից, գիտեմ դու շատ զբաղ ես, ունես ընտանիք, 3 երեխա, բիզնեսներ ես ռանանում, այնպես որ շնորհակալ եմ քո ժամից, որ համաձայնվեցիր լինել իմ հյուրը։ Ինչպես ասեցիր, այո, լավ թեմաներ կզրուցենք եւ ինչու՞ չէ, թող մեր հայերը լավ ինֆորմացիան քաղեն ու օգտագործեն իրենց կյանքում։ Մի փոքր քո background-ից, գիտեմ, արդեն 10 տարուց ավել Ամերիկա ես, ինչպես եկար, սիրում ես այս երկիրը թե չէ եւ ինչու հենց real estate industry-ի մեջ գնացիր։ Գիտես ինչ, ես երբ որ տեղափոխվեցի Ամերիկա, պատրաստված էի նախ ասեմ, որովհետև ես ավարտել եմ Georgetown College-ն եմ ավարտել Տորոնտոյում, դրանից հետո գնացի Seneca College, այնտեղ սովորել եմ Public and Legal Administration, կուրս վերցրեցի ու ոնց որ ասած այդ կրթությունը ստանալուց հետո մտածում էի, որ պետք է աշխատեմ դատարաններում կամ ասենք public work, տնտեսիթիների համար, Տենց ուզում էի, որ ես government-ի համար աշխատեմ, բայց հետո գնացի մի քանի անգամ, ոնց որ մեր կուրսով գնացինք դատարան ու դատարանում նստում էինք, ոնց որ ինքը տենց բան է անում, հետո զգացի, որ այդ էներգիան իմաց չի։ Չէ, ես չեմ կարող դատարանում ասեն clerk աշխատեմ կամ ինչ-որ մեկին, չէ, ես զգացի, որ ես չեմ կարող, որովհետև դատարանում շատ լարված ու ագրեսիվ բանա, որտեվ ոնց որ այս կոմի փաստաբանը պայքարում է դատավորի կամ այն կոմի ընդ prosecutor։ Այդ environment-ը դուրը չեկավ։ Հա, չկարողացա, հետո հասկացա, որ դա իմը չի։ Հետո երբ որ տեղափոխվեցի Ամերիկա ապրելու, Կանադայում երկար տարիներ ապրելուց հետո, հենց եւի երկրորդ օրն էր, եւի կարող ճանաչես ներսեսին։ Նիկը նորթուն որ օֆիս ունի, Թայթեսը։ Այո։ Իրանք հաղորդում ունեին US Armenian-ին, այո, հա, ես դες զարթվեցի իրան, ասի մատ ուզում եմ հանդիպեմ, երկրորդ օրն էր Ամերիկայում էի։ Դες գնացի ասի ուզում եմ ձեր հետ միասին աշխատեմ, որտեվ գիտես ինչ, ես ճիշտ ասած պատրաստված էի, բայց ինձ պետք էր փող աշխատել։ Մենակ ունեի ծանոթներ, որ medical field-ի մեջ էին, մտածում էի medical field-ում աշխատեմ, այդ autism-ով հիվանդ երեխեքի հետ կապված բիզնես կար, որ ինձ ուզում էին տենց մարքեթինգի հետ կապված, event-ներ կազմակերպեմ, ես պատրաստ էի, բայց իրանք ինչ որ ես էի ուզում պատրաստ չէին ինձ տալու։ Հա, հետո երբ որ real estate-ի մեջ տեսա, որ այս real estate-ները հարուստ են բավականին, լավ տներով, լավ ավտոներով, բանով, տենց։ Ավելի գրավեց։ Հա, բայց real estate մենք արել ենք Տորոնտոյում, որտեղ մենք տները առնում կառուցում էինք։
Այդ ոնց որ այդ background-ը կար, իմ passion-ը կար դեպի real estate-ը։ Այո, ու տենց սկսեց քո career-ը real estate-ի։ Տենց հենց առաջի օրը տենց մտանք real estate-ի մեջ, Ներսեսի հետ սկսեցինք աշխատել, Ներսեսի եւ Գևորգի հետ, իրանք հաղորդում ունեին US Armenia team-ով, 10 տարուց ավել ունեցել են այդ հաղորդումը։ Հա, տենց իմիջիալոց կսես ոնց որ բան ասեմ, եկել դե հաջողությունները սկսվեց, որտեվ առաջի ամիսը շատ վաճառք ունեցա, երկրորդը ավելի շատ վաճառք ունեցա, երրորդ ամիսը ավելի, տենց գնալով շատանում էր, բայց աշխատում էի, շատ ժամ էի դնում, դիսցիպլինան շատ բարձր էր մոտես, ես առաջինը մտնում էի օֆիս, ժամը առավոտը 7-ին, ես իրիգունը վերջում օֆիսը փակում դուրս էի գալիս, դրա համար էլ բնականաբար այսինքն կար մի պահ, որ մենակ ես ավելի շատ transaction էի անում, քան թե ամբողջ օֆիսը միասին։ Եթե 7-ից սկսես հավատա կլինի տենց բան։ Իմիջիալոց կեսկատա կես լուրջ, ներսես ասում էր ավին Կանադայից եկել է անշարժ գույքը շարժելու։ Լավ է։ Նայ ավի մի քանի բան նշեցիր, շատ կարևոր է, ես էլ եմ համաձայն, որ պիտի սիրես ինչ որ անում ես։ Ես կարծում եմ, որ մարդկանց մեծ մասը, որ չի հասնում հաջողության, ավելի շատ փողի հետև են ընկնում, քան թե սիրելու։ Այ քո այդ քորտի գործը, որ ուզում էիր անել, զգացիր, որ քոնը չի, ճիշտ ընտրություն է, դա շատ կարևոր է։ Եվ երկրորդն է նշեցիր, որ շուտ աշխատել դիսցիպլինա։ Ինձ թվում է յուրաքանչյուր մարդ, եթե լուբոյ բիզնեսի մեջ մտնի, այդ կարևոր կետերը պահի, ընդհանրապես ժամանակի ընթացքում ինքը հաջողության կհասնի։ Իսկ ինչքան վաղ բրոկեր ես արդեն եւ ինչի վրա է ֆոկուսդ, ինչ ձևի լենդինգ ես անում, ինչ տեսակի լոներ։ Նայ, երբ որ դե real estate agent դառա, հետո մտածեցի, որ բրոկեր եմ ուզում դառնամ, որովհետեւ ուզում եմ ես ինքս իմ brokerage ունենամ, իմ agency-ն ունենամ, հա, agency ստացել եմ 10 տարի կա մոտ broker-ը, այո, broker license 2015-16-ներ ինչն է, տես մի բան, հա, բայց ահագին պարապեցի broker-ի քննության համար, որևէ անցար, երկրորդից անցա broker-ի քննությունը, բայց երկար պարապել եմ, ես երևի 4-5 ամիս, հա, 4-5 ամսից ավել պարապեցի broker-ի քննության համար, broker-ը ստանալուց հետո գիտես ինչ, լենդերների հետ պրոբլեմ ունեի, երբ որ ես ինքս perfectionist եմ, երբ որ ինձ զանգում են, ես հեռախոսը վերցնում եմ, եթե ես հեռախոսին զանգը բացեմ թողում, ես պետք է 15 րոպեվա մեջ հետ զանգեմ, ու պատկերացրեք երևի հաջողություններից մեկը է դա եղել իմ մոտ, որ կարողացել եմ այդ դիսցիպլինան պահեմ, հա, դե մարդիկ կարողա չասեն, բայց իրանք այդ ամեն ինչի մասին մտածում, դու աշխատում ես կայացած մարդկանց հետ, եթե իրանք կարողանում են քայլ անեն տուն առնեն, ուրեմն իրանք արդեն կայացել են, ունեն իրանք այդ հնարավորությունը, professional մոտեցումը տաս, անպայման, չես կարա չտաս, որովհետև ինքը հաշվի է դա առնում, ինքը այդ ամեն ինչը հասկանում է, ինքը արդեն եկել է այդ կետին, դու չես կարա անպույտ լինես, մարդուն իհարկե պայմանավորված ժամը 1-ին դու գաս ասենք գնաս 1:30, ասես թրաֆիկ էր, հետո ասենք թրաֆիկ էր, հետո Ավի իսկ ինչ ես կարծում, օրինակ interest rate-երը, քանի որ դու lending-ի մեջ ես, այս տարի եւս 1 կամ 2 անգամ հնարավոր է որ իջնի, սպասեն այն մարդիկ, ով որ ուզում են refinance անեն, թե արդեն որոշ չափի իջել է interest rate-երը։ Գիտես ինչ, refinance-ի համար կարծում եմ պետքա սպասել, բայց կապ ունի իրանց interest rate-ը այս պահին ինչքան է, որտեղ մարդկա 9.5%-ը այդ ժամանակ արդեն իմաստուն է, որտեղ այնտեղ ինքը closing cost-եր ունի։ Այո։ Պետքա հաշվարկի ինչքան փող է save անում, ինչքան է ծախսելու։ Հասկացա։ Այդ տարբերությունը շատ կարևոր է։ Ինչ վերաբերում է հետագայում ինչ կլինի, չեմ կարող ասեմ, ես կարամ ընդհանրապես իմ կարծիքը ասեմ, որտեղ ոնց հասկացանք այսօրվա մեր ղեկավար պրեզիդենտը ինքը ինչ ասում է follow-up անում, որտեվ իր ասածը օդում չի թողում։ Հիմա ինքը ընկել է դրա հետևից, նամանավանդ լինելով real estate-ի մեջ, իմիջիալոց կհիշացնես մի հատ իր մասին մի բան պատմեմ։ Ինձ ստեղ մեր հին բրոկերներից է պատմել commercial broker-ը, շատերը կճանաչեն ովքեր այս քաղաքում են ապրում, Շան Մադաթյանը, այդ երկիչ Անդի եղբայր Շանը։ Այո։
Հա, մի օր տենց Թրամփի հետ կապված մի բան պատմեց, դեռ Թրամփը որ ռիլիզ էր։ Այո։ Հա, այդ կհիշացնես, եթե ուզում ես պատմեմ։ Interest rate-երը իմ կարծիքով գնալով իջնելով, որտեղ ինքը հա ասում է, publicly ասում է, որ օրինակ ուրիշ երկրներում իմիջայլոց ծալոտներիցս մեկը Իսպանիայում էր վերջերս ուզում էր այնտեղ տուն վերցնել, բան զանգ տվեց, ասես գիտես, այդտեղ interest rate-ը 3% է։ Հիմա այդ նույնը մենք լսում ենք Թրամփից, Թրամփն ասում է ինչի է մեր մոտ թանկ լոները, իսկ այնտեղ էժան, ինչի մեր մոտ էժան չլինի ու իրականում եթե էժանը լինի ահագին բաներ կփոխվի, մարդիկ կարան afford անեն, որտեղ եթե average այսօրվա salary-ով Ամերիկայի դժվար է տուն առնելը։ Անկախ նրանից դու բժիշկ ես, փաստաբան ես, ով ես, կարևոր չի, ով ուզում ես եղի, դժվար է, որտեղ ինքը բարձր է գալիս բաները, եւ մենք էլ ենք մեր կաշվի վրա ազգում։ Մենք ինքը ծախսը շատ է, էլի հա պետք է աշխատես, որ կանաս հասցնես այդ PIT principal interest tax insurance էդի չեմ ասում տան maintenance-ը, հա, մատնես թիվա կանգնում, որ ասում են մարդիկ ավելի լավ է վարձով ապրեն, չնայած վերջի 10 քանի տարվա մեջ ես երբ համեմատել եմ, եթե դու տուն ես առնում, ավելի շահավետ ես դու զգալի։ Long term, բայց ծախսդ ինքը չի փակում։ Դա Կալիֆոռնիան է, որտեղ Կալիֆոռնիան բոլորը սիրում են, բոլոր աշխարհի հարուստների իրաց երեխեքին ուղարկում են ստեղ եւ այլն, նրանց ասում են լոս, բայց լոսը իրականում շատ ուժեղ տեղ է, պետքա ստեղ ոչ թե գաս տուրիստ, որտեղ որ գայիս ես տուրիստ չես զգում, բայց որ գալիս ստեղ ժամանակա պետք է ապրես ու ապրելն էլ միտեղ չլինես։ Այդի մեր հայրենակիցները կասեն, ովքեր transportation-ով են զբաղվում ու տարբեր տեղեր քշում են, ինքը ինչքան հարուստ infrastructure ունի Լոս Անջելեսը։ Որտեվ աջ գնում է, east գնում ես, Silicon City-ներ կան, իրար west գնում ես, north գնում ես, south գնում ես, ինքը շատ sense հարուստ է իրականում, էլի ոնց որ հիմա south գնում ես դեպի San Diego, ինչքան լավ քաղաքներ ունենք, Manhattan-նա, Hermosa Beach-նա, Newport-նա, SA-նա գնում ես, հեքիաթային քաղաքներ են։ Գնում ես նույն ձևի, օրինակ աչես գնում, չգիտեմ, Pasadena-յա, դեպի Arcadia-յա, ու տենց գնում ես, ցախ ես գնում Calabasas, ես իմ ստուդիոյի Sherman-ով ու տենց գնում է։ Իրական Encino ու տենց շարունակական լավ քաղաքներ ունենք, Thousand Oaks էլի լավ հրաշե մաքուր տեղեր, բան։ Ուզում եմ ասեմ ինքը Option-ները շատ է։ Հա, դեպի վերևեր գնում ես, արդեն San Francisco ես հասնում, էլի Կալիֆոռնիայի բաները ուժեղ է։ Իսկ ավի, օրինակ, այսքան տարիների փորձ ունես, այ ինչ սխալներ են անում մանավանդ առաջի անգամ գնող հաճախորդները, թե real estate ընտրության մեջ, քո էքսպերիենսով, թե lending-ի հաշվարկի մեջ։ Գիտես ինչ, ես էլ եմ սխալվել։ Այդ նորմալ է, սխալը մարդու համար է, բոլորս էլ սխալվում ենք, անկախ նրանից դու ինչ ձևի պրոֆեսիոնալ ես։ Այո։ Նորմալ է։ Գոնե առաջի անգամն է նորմալ, երկրորդը պետք է իշխարի լինի։ Ասում սխալը մի անգամ անելը օքեյ է, բայց երկրորդ անգամ կրկնելը նույն սխալը է, հիշությունը։ Այսինքն հետևություն ես անում, գիտես ինչ։ Ես շատ եմ ուսումնասիրում մարքեթը ու հետևում եմ, նաև տենում եմ մեր գործընկերները, ովքեր real estate-ի մեջ են, լոների մեջ են, շինարարության մեջ են, նաև իրանք էլ են սխալվում։ Ես դրանք տեսնում եմ։ Այո։ Օրինակ կարամ բերեմ մի հատ, ուրեմն ես այս տղայի հետ աշխատել եմ, ու չէի իմանում որ տերի ինքն է, որտեվ ես այդ Oxnard փողոցի վրա ընկեր ունեմ, որ գնում եմ իրանց տուն։ Այո։ Նայում եմ մի հատ հրաշալի պրոյեկտ է։ Ինքը square feet-ը բան եւ հողի square feet-ի, այդ square feet-ի վրա որ իրանք կարողացել են այդ պրոյեկտը ստանան, ինքը multi unit է, եթե չեմ սխալվում 3 հատ unit է, 3 հարկի վրա, ու ինքը sense դուրս ընկած է, այդ տղան lending-ի մեջ է, ես իր հետ աշխատել եմ, Sam անունը, Sam Chivicyan։ Ո գիտեմ Sam-ին, իր հետ հաղորդում եմ արեստե։ Հա։ Բնակ իր հետ ես loan եմ փակել smooth։ Yeah, he's very professional, hard money lender-ի մեջ։ Հանգիստ sense հալած յուղի պես փակեց այդ loan-ը, միչե որ ես hard money անում, միչե այդ իր հետ որ աշխատել եմ։ Հիմա էլ որ տենում եմ իր փակած դիլերը, բան տենում եմ շատ մարդ կա, որ ուրախ է իր հետ աշխատելով։ Այո։ Հա, բայց
Հիմա ես նայում եմ ինչ հրաշալի պրոյեկտ ա գծել տվել, տերի ինքն է։ Հիմա չգիտեմ, կարող եթե չեմ սխալվում, ծախվում է հիմա էդի ու չէ։ Հիմա ու անցնում էի, մտածում եմ, ասում էի, պատկերացնում ես, այս նույն պրոյեկտը սարքածելներ ուրիշ հողի վրա, թանկ հողի վրա։ Մասնագիտական եւ հասկացող մոտեցումը ինչքան կարեւոր է։ Հա, հիմա տես նայում ես, չէ, պրոֆեսիոնալ ես ինչքան աշխատել եմ ու մարդկանց հետ հանդիպել եմ, ով որ Սամի հետ աշխատել է, գոհ, ֆիդբեքերը լավն են, որտեվ ասում է ու ժամանակին փակում է ու ճիշտ սահուն փակում է, ինքը իր գործի լավ մասնագետ է եւ այլն։ Հա, ես էլ եմ իր հետ աշխատել ու նույն փորձը ունեմ։ Հա, բայց տես լավ պրոյեկտ ա գցել, լավ տուն ա սարքել, բայց հողը սխալ ա եղել, Աքսներ փողոցի վրա ինքը այդ տեղը, այդ օրինակ որ ելներ մի քիչ ուրիշ տեղ, ավելի կրկնակի ինքը ծախվել էր։ Օրինակ, հիմա ես նայում եմ Manhattan Beach-ում հողերը թանկ են, այդ հողերը ես նայում եմ 4000 square feet property-ները ծախվում են, չգիտեմ, ասենք 6.5-7 միլիոն $, ստե մեր մոտ 4000 square feet լավ տեղ, Sherman Oaks-ում freeway-ից ներքև 3 միլիոն էլ չի ծախվում, մարդիկ տանջում ծախում են, բայց որ համեմատություն ես անում, square feet-ը մատերիալը նույնն է, labor-ը նույնն է։ Location, շատ կարևոր է, այդ ճիշտ տեղը ընտրես։ Այդ տեղը շատ կարևոր է, ես Նորթիջում տուն սարքեցի, տրեցի տենց բանով կապտել շատ ինժեներուտով, լավ ռեյլինգներով, SN 100,000-ներ ծախսեցի, ինձ փող հետ չեկավ։ Տարիներ առաջ էր։ Հետո մտածում եմ, ասում եմ, բայց չգնահատվեց, տունը ծախեցի, չգնահատվեց, այդ տուն առնելը չկա, որտեղ ինքը շատ լավ է կառուցել։ 5 bedroom, 3 bathroom տուներ, 3 մեքենայի գարաժով, փուլով, ամեն ինչը չեք մարկեր։ Բայց չգնահատվեց։ Հիմա ես ունեմ կանչում են listing վերցնելու, գնում եմ, ասենք, գիտես ինչ, ես չգիտեմ էդի պրոբլեմա թե չէ, ես ազնիվ եմ, ինչ մտքից գալիս է, ասում եմ, չեմ պայքարում նրա համար, ամենաճիշտ աշխատելու ոչն է, ամենաճիշտ։ Բայց մարդիկ դա չեն հասկանում ու չեն գնահատում, ես ոչինչ օքեյ եմ դրա հետ, որտեվ ավելի կարևոր է իմ կարծիքը, քան թե այդ հաճախորդների կարծիքը, որտեվ իմ համար իմ կարծիքն է կարևոր, իմ համար ես իմ կարծիքով եմ ապրում, ես իմ ապրելու ձևն ունեմ ու ունեք ես վերջերս գնացի շատ լավ տուներ սարքել այստեղ, ինձ ասես մի տարուց ավել այս տան մեջ ես աշխատել եմ։ Ես տեսա որ աշխատել է, ես այդ տեսնում եմ այդ ամեն ինչը, ես պատերը, իր լույսերը, իր շարած այդ լուսամուտները, kitchen-ը, այդ ամեն ինչ այդ finishing-ը, սաղ ես տենում ու հասկանում եմ ինքը ինչքան դժվար է։ Ես իրեն ասեցի շատ աշխատանք ես արել ու լավ կառուցել ես առաջի անգամի համար, բայց ասի կարողա դու ստեղ այս տան մեջ փող չաշխատես։ Ու բաման ինքս sense բան եղավ, որտեվ նայում եմ flip project էր, մի տարուց ավել, գիտես ինչ, ասի եթե առներ քոս ապրելու համար կասե էլի մի տեղա, չնայած էլի սխալ է, ուշ թե շուտ գալիս է մի պա, որ դու դրանք ծախում ես, refinance ես անում, cash out ես անում, փողը պետք է, վերջը էդի քո asset-ն է։ Ու մարդկանց ամենամեծ asset-ը իրանց 90%-ի մոտ դա իրանց տունն է։ Իրանք դրանից մեծ asset չունեն։ Ասեց իչքա, ես ասացի, գիտես ինչ, տունդ ես լիստ կանեմ $2 միլիոն ու ծախելու ենք մոտորապես, որտեվ strategy-ն ինքը ցածր պետք է դնենք, այդ տունը այդ strategy-ն էր պահանջում։ Հա։ Չէ, ինչ անես, բան վերջը տվես Գերի Քեշիշյանին տունը։ Ես մի օր տեսա տունը դրացել $2.5 միլիոն մարքետում։ Ասացի լավ, ինձ հարցրեց, ասի ես մոտորապես այս տունը կծախեմ 2.1 plus ծախելու եմ, 2.2-ի մոտիկ։ Վերջում տենց եղավ։ Հա, վերջում ես հիմա նայում եմ արդեն Գերի 4-րդ անգամն է այդ տունը իջացել, 2.5-ից իջացել 2.4, 2.4-ից 2.3, 2.2, ու այս մարդն է ինձ զանգում, ասում է օգնի ծախեմ։ Ասում եմ դու listing contract ունես, չէ՞ Գերի հետ, ասում է հա պետք է արդեն հետ վերցնեմ։ 3 ամիս է ու ԱԱԳ-ի մեզ payment ուներ տանում, հա, բնականաբար, այդ սախ ես բնականաբար իմ մտքից մեջ այդ սախ հաշվարկել էի, որ ու տես կարամ հիմա բազմաթիվ դեպքեր պատմեմ, չնայած ժամ։ Այո։ Այսինքն սրանից կարանք եզրակացություն անենք, որ ոչ թե միայն պիտի ճիշտ մոտեցում տաս քո ֆինանսներին, այլ աշխատես ճիշտ աջենտի հետ,
որտեվ դա շատ մեծ եղանակ է փոխելու։ Նայր, օրինակ ստայլ, օրինակ գերի որ ասես սխալ էջենտա չէ։ Ինչի համար, որտեվ ինքը փորձ ունի ու շատ երկաթայինների փորձ ունի ու շատ մարդկանց հետ ինքը կարող է connect լինի։ Այո, Ու աշխատում է։ Օրինակի համար ինձ մի օր Արտինն էր պատմում Սարգսյանը։ Հա։ Այո։ Օրինակ մենք տան հետ իրար հետ քննարկում էինք, ինքը ինձ sense բանի տակ ոնց որ ասեց օրինակ օքեյին գալի վերցնում է, ես այդ գնով չեմ գալի բարձր վերցնում է, չի ծախում, իջացնում, ծախում գնում է։ Այդ իր ստայլն է։ Ամեն մեկի ստայլը։ Լավ ու վատի հարց չկա։ Ահա։ Այդ իր աշխատանքի ձևն է, հասկանում ես, մենք չենք կարող, ես չեմ կարող, դա հիմա ասեմ, այդ լավ անում, վատ անում, այդ իր ձևն է ու ինքը այսօր հաջողակ է այդ ձևով, տենց է կանգնում իր բիզնեսը առաջ։ Դա բնավորության հարց է։ Ես բնավորությամբ չեմ կարող տենց անեմ։ Ես պետք է ասեմ ինչ մտքիս կա ու ազնիվ պետք է ասեմ, որտեղ չեմ կարող ասեմ, գիտես ինչ, հա ես այս տունդ կծախեմ 2.5 միլիոնով, վերցնեմ 3 ամիս մարքեթում պահեմ, 4 անգամ գին իջացնեմ, չեմ կարող։ Օրինակ ես տղեկ կան մոտիկ, որ ես իրանց տան լոներն եմ անում, հիմա իրանք էլի աշխատում են, հարցնում եմ, ասում եմ, գերին ձեզ ինչ է ասում, ով ասում եմ, ասեք ուրբաթ օրը ունեմ հաճախորդ, հեսա գալու է։ Ասում եմ ուրբաթը դառնում է, մյուս ուրբաթ։ Լավն է, ես աշխատանքի ձև է։ Ես տեղ չեմ կարող ասեմ, դա լավ է, վատ է, տենց պետքա լինի, տենց պետքա չի լինի, ես դրանք չեմ ասում։ Այո։ Դա իմ մոտ կարծիք է, որտեվ իմ մոտ կարա լինի ճիշտ, քո մոտ կարա լինի էդի սխալ, մյուսի հետ մի ուրիշ ձև, մյուսի հետ մի ուրիշ ձև։ Դա իր աշխատանքի ձևն է։ Այո։ Իսկ ավի մյուս հարցը, որ ուզում եմ տալ, երևի մի քիչ real estate-ից դուրս գանք, երևի ինչքան հյուր ունեցել եմ, այս հարցը իրանց տվել եմ, քանի որ դու տարիների փորձ ունես թե բիզնեսի մեջ, թե որոշ ինչ հաջողություններ որ ունեցել ես, այլ այս հարցը ինձ միշտ հետաքրքրել է, որտեղ բոլորի պատասխանը շատ տարբեր է հնչում։ Ավին այսօրվա տարիքո ավին, 20 տարեկան ավին ինչ խորհուրդ կտար։ Շատ լավ հարց ես տալի, մերսի այդ հարցի համար, կուզենամ այդ հարցին պատասխանեմ, երբ որ ես 20 տարեկան լինեի, առաջինը այսօրվա խելքով ինչ խորհուրդ կտայր։ Այո, առաջինը ժամանակս չէի վատնին այնց բաների վրա, որ արել եմ, որը որ ինքս իմ վրա բան չի եղել։ Չնայած ես լավ մանկություն եմ ունեցել, շատ փառք Աստծո, շնորհակալություն իմ բարեկամներին, ծնողներին, իմ ընտանիքի անդամներին, որտեվ ոնց որ փառք Աստծո, լավ մանկություն ա եղել։ Ինչ կասեի ես, որ 20 տարեկանում անել։ Պետքա այն գործը, որով որ դուք զբաղվում եք, մենակ փողի համար մի արեք։ Արեք նրա համար, որ դուք նաև մի բան եք սովորում։ Այսինքն որպես մարդ դուք աճում եք։ Որպես մարդ դուք զարգանում եք, դուք կրթվում եք։ Եթե իմացար, հասկացար ինչ եմ ասում, այսինքն երբ որ դու մի բանով զբաղվում ես, մենակ փողը պետքա չլինի, պետքա լինի ֆինանսը, բայց ֆինանսից բացի նաև այդ զբաղմունքը քեզ կրթություն է տալի, քեզ որպես մարդ ու լավ ինվեստիցիա ես անում, այո, քո մեջ, որ դու բան ես սովորում։ Օրինակ, ունես բիզնեսի մեջ ես, որ տարբեր մարդկանց հետ ես շփվում, որտեղ դու ինչքան տարբեր մարդկանց հետ շփվում ես, այնքան մի բան սովորում ես, փորձ ես ձեռք բերում, օրինակ մի բանի մեջ ես աշխատում, որ դու այդտեղ աճելու տեղ ունես։ Հետո միշտ ձեր այդ գործը, որ անում եք ու զգացել եք, որ այդ գործը սիրով եք անում, միշտ update արեք ձեզ, ասենք, օրինակ ես սկսել եմ agent-ից հետո վերցել եմ broker-ի license, broker-ի license-ից հետո վերցել եմ NMLS license, NMLS license-ից հետո որոշեցի, որ դեք տները կառուցում եմ general contractor license, իմ մոտ աշխատելն ու սովորելը միշտ համատեղ գնացել է առաջ։ Եթե այն մարդիկ ունեն general contractor license ու իրանք ստացել են, որտեղ եթե դու աշխատում ես general contractor license-ի տակ 5 տարի հետո կարողանում ես ավտոմատ license ստանալ, տենց չէ։ Կհասկանան ինչ եմ ասում, ինչքան դժվար է այդ քննությանը պատրաստվելը եւ այդ քննությունը անցնելը։ Նախ առաջինը պետք է qualify լինես, երկրորդը պետք է անցնես։ Այո։ Այսինքն ինքը տենց չի, որ հեշտ է, ինքը պետքա դու կարողանաս այդ ամեն ինչը համատեղել։ Ես կասեի, թող մեկ այնպես գործով զբաղվեմ, որ համել իրանք սովորում են, որպես մարդ զարգանում են,
երկու ստոանթատ իրանք upgrade անեն եւ դասեր վերցնեն համապատասխան գնան առաջ եւ 3 թող իրանց ժամանակը ես ընդհանրապես ոչ թե մենակ այդ 20 տարեկաներին բոլորին խորհուրդ կտամ որ իրանք իրանց գործով զբաղվեն որտեվ ասում եմ տենց ասացված կա չի ասում եթե դու քո ուրիշի գործով ես զբաղվում քո գործը բաց ես թողում ավլավը դու քո գործով զբաղվես ոչ թե ուրիշի այո շատ լավ ավի որպես գալով ավարտին երկուսովս էլ հայ ենք ինչ խորհուրդ կտաս մեր հայությանը ինչ մեր մեջ զարգացնենք փոխենք որ ավելի բարձր որակի ազգ դառնանք կամ իրար ավելի օգտակար լինենք գիտես ինչ ես այդ հարցի շուրջ շատ երկար եմ մտածել ու անընդհատ research եմ արել ինչ կարանք անենք որ մեր ազգը լավ ազգ լինի որ ինչ որ միտեղ գնում ես ճանաչեն որ հայ ես արդեն քեզ ուրիշ աչքով նայեն ուրիշ ձև ընդունեն որ մենք այսօր Կալիֆոռնիայում ունենք ես նայում եմ այնքան նոր երիտասարդներ կան որ law school-ը ավարտել են bar exam-ը գրում են հիմա ես ընկերներ ունեմ իրանց երեխեքից լսում եմ այս մեկը bar exam-ը գրեց այն մեկը գրեց այդ bar exam գրելը էդի տենց հեշտ չի հա վատ բաներ էլ ունենք ես վատ բաները սովորաբար որպես մարդ չեմ քննարկում որտեվ չեմ ուզում նման բաների ասեմ օրինակ ասենք մենք նախանձ ազգ ենք կա այդ մեր մեջ մենք չգիտեմ մի քիչ ագրեսիվ ենք մենք մեկս մեկից չենք կամենում այտենց բաներ կա դրա վրա ուշադրություն չեմ դարձնում ուզում եմ լավի մասին խոսեմ ու տենց գնանք առաջ պետքա առաջինը շատ կարևոր է որ պետքա փոխադարձ հարգանքով վերաբերվենք միմյանց հետ օրինակ ես գիտես ինչ գնում եմ Հայաստան դե հաճախ եմ գնում որտեվ սիրում եմ մեր երկիրը Հայաստան երկիրը տեսնում եմ որ կյանքի նկատմամբ հարգանք չկա Էդի Հայաստան ես նկատում հա կյանքի նկատմամբ հարգանք է պետք օրինակ ստեղ կա մարդու նկատմամբ հարգանք է պետք անկախ նրանից ինքը ինչ կարգավիճակ ունի, ինչ կրթություն ունի, ինչ վերևից չնայես, եթե վերևում ես, ինչ գիտելիք ունի եւ այլն։ Պետքա հետո երկրորդը պետքա վստահություն։ Պետքա որ մարդին դու նոր ես հանդիպել, պետքա վստահես։ Ինքը ինչ ասում է, պետքա վստահես, միջև դու հաստատ համոզված լինես, որ ինքը քեզ անազնիվ է քո հետ։ Բայց կարծիքով չէ, որովհետեւ կարծիքով մենք ապրում ենք կարծիքով, ու մենք հա, մենք կարծեցինք sense։ No Պետք չի կա։ Ես օրինակ ես զգում եմ դա։ Հա դու կարող շատ բան զգաս, բայց քո զգալն ու իրականությունը տարբեր բաներ են։ Հետո բաներ ունենք, չի ասում, մենք գիտես ինչ, կուզեմ մարդիկ իրար հետ խոսեն, իրար հետ շփվեն, իրար հետ մտքեր փոխանակեն։ Այս օրինակ մենք այս որ խոսում ենք, ես այս հաղորդման սկզբից ասեցի թող նայեն, հիմա էլ եմ կրկնում։ Թող նայեն այս հաղորդումը ուշադիր լսեն, մենք մտքերը ինչ ենք ասում։ Այդ մտքերը լսեն, ոչ թե լսեն, ասեն դե լավ մի բան ասեն, լսեն հասկանան, որտեվ կա լսել, որ լսում ես պատասխանես, կա լսել, որ լսում ես հասկանաս։ Անկախ նրանից ով են, ինչ մասնագետներ են, ինչ փորձ ունեն, ինչ հնարավորություններ ունեն, թող լսեն ու հասկանան ասածից կամ մեր ընդհանուր քննարկածի իմաստը։ Շատ կարևոր է։ Քննարկեն, օրինակ բան կա, չէ, օրինակ դու մի բան արեցիր, բան հետո ասեցիր երեսով ես տալի։ Ես այդ երեսով տալու միտքը չեմ կարող հասկանամ ինչ է։ Եթե մի բան իրականում եղել է ու դու դա խոսում ես, ու դու լավ բան է, կարաս 10 անգամ էլ ասես։ Ինչի՞ չէ, վատ բան չես ասում։ Այո։ Իրականություն ես ասում, կարծիքը չես հայտնում։ Մի բան, որ իրականում դու արել ես կամ իրականում եղել է։ Կարաս դրա մասին խոսես ու ասես։ Ու եթե լավ բան է, նորից ասա, նորից կրկնի։ Այո։ Հիմա օրինակ ես շատ եմ հետևում, օրինակ ես մեր քաղաքականությանը հետևում եմ, հանդիպում եմ քաղաքական գործիչների հետ, քննարկում եմ տաներ բաներ, դեռ տենց որոշում չունեմ դրանով զբաղվելու, բայց հետևում եմ։ Կարող եմ մի օր, որտեվ ինքը big commitment է, ու եթե անեմ իմ ազգի համար եմ անելու, անխնդիր իմ նպատակը կլինի, որ ես տամ հետ մեր երիտասարդներին, մեր ազգին,
Ես ընդհանրապես բնականաբար կիսելու եմ, ես ուրիշի գործերի մեջ չեմ մտնում, չեմ էլ մտնելու, ոչ էլ փորձել եմ ինչ-որ ուրիշին փոխեմ կամ ուրիշին ինչ-որ մի բան փորձելու եմ կիսեմ իմ գիտելիքս, իմ փորձս, որ մարդիկ կարողանան շփվելը շատ կարևոր է։ Շփվեն իրար հետ, խոսեն, քննարկեն, տեսեն կարան օգնեն։ Ինձ թվում է այս կյանքում մենք բոլորս մի գործ ունենք, անելու այդ գործը մարդկանց սիրել, հարգելն է։ Այո։ Ուրիշ անելիք չունենք։ Այո։ Շատ լավ, Ավի, մեր ժամանակը ավարտվում է։ Շնորհակալ եմ քո ժամից եւս մեկ անգամ։ Առաջի մեր podcast-ներ, բայց կարծում եմ ապագայում նորից կծրագրենք ավելի մանրամասը միգուցե դիթեյլներով կխոսանք կամ ավելի real life example-ներ կբերես քո արած գործերից, որ ավելի շատ դասեր քաղենք։ Հենց որ շնորհակալ եմ քո ժամից, որ եկար մասնակցեցիր եւ իմ հյուրը եղար այսօր։ Փոխադարձ Մայք ջան, իհարկե, սիրով կարող ենք հանդիպել, քննարկել տարբեր հարցեր, ավելի կոնկրետ։ Հետո եթե կլինեն մարդիկ ու ունեն հարցեր, թող իրանք այդ հարցերը մեզ գրեն։ Տվյալները տենում են, մենք այդ հարցերը կքննարկենք, մենք կկիսենք մեր կարծիքը։ Շատ բանի։ Հա, այդ մնացածը արդեն թող ովքեր որ լսում են բանանեն, բայց մենք բաց ենք, ես կուզենամ օրինակ մարդիկ կլինեն, դե բնականաբար այն հարցերը, որոնց ոնց բան չկա, տենց ոնց որ ուժ չկա, այդ հարցերը չեն քննարկի, բայց եթե կլինեն հարցեր ու ուզում են քննարկեն, պատրաստ ենք իմ մոտ կարող ենք հանդիպել, կարող ենք ուրիշ պայմաններում էլ հանդիպել, քննարկել։ Ես կուզենամ ակտիվ համ մեզ լսեն, համ մասնակցեն, ընդհանուր ունենանք ու ունենք մենք տեն շատ մարդիկ։ Այո։ Այդ խոսալուց իմաստը, որ ասացիր մեր ազգին, ես հենց հետա կուզեմ մենք քննարկենք։ Այո։ Քննարկենք, բայց ոչ ագրեսիայի մեջ, ոչ ասենք կողմնակալության մեջ, այլ ազնիվ ձևով ամեն մարդ իր կարծիքը կիսի մեր ազգի, մեր ապագայի, մեր երիտասարդների, մեր ընտանիքի, մեր երեխեքի համար, որ կանանք անկախ նայած մեր երկրում, թե ուրիշ երկրում, չնայած ես համարում եմ մեր երկիրը, որտեղ Մանավանդ Գլենդելը։ Այս իհարկե ես նենց չի որ բան եմ անում, ես ինձ հարազատ եմ զգում այս երկրում։ Շատ լավ։ Եղավ Ավի, շնորհակալություն քեզ եւս մեկ անգամ, կհանդիպենք մյուս անգամ։ Շատ լավ, սիրելի ընկերներ, եւս մի հաղորդում, որ պատրաստել էի բոլոր իմ հետևողների համար, անպայման subscribe արեք իմ YouTube-յան ալիքը, տարածեք ձեր էջերում եւ կհանդիպենք մյուս անգամ։ Մայիս Կարիբյան, ստեսություն։